Ողջույն, արա լերը ինչ անճանաչելի է, չէ, գագաթները այս վարկյանին ամպերն են երևել, չէ, տենց փագել։ Ողջույն, Լվովանով գնացի, այնտեղ մի հատ մեքենա փագել էր, բետոն էր բերել, մտա սենց բակերով դուրս գանք իմանա անսեն, այս է նորակառույց կինոյի տեղը հսկա շենքն է, ես է փաստորեն Համոսայան գրադարանի բակով անցա հիմա անգավ ձախից սենց Նալսեն փողոց հիմա մակրոնը այս վիճակում տեսնի Արա լեռը հետո գնա հետ ու բոլորի այդ վիճի, որ դա 3 գագաթով է, մի գագաթ չի եւ այլն ու ասի ես իմ աչքերով եմ տեսել դե ասում եմ Մակրոն, որտեղ էլ ուրիշ ոչ մեկի ազգանուն չգիտեմ եկածներից հա ամպերը կամաց գնում են իրա տեսքն է ստանում եկեք ես ուռենիների մի անգամ ցույց տամ էլի բանայտա ամեն անգամ ուզում եմ որ մի հատ նկարեմ ես էլ հիմա նկարեմ ճանապարհի վրայի ուռենիները ստեղից տեկվեմ Ռուբինյանց հա ուրեմն երեք այդ որ Էստակադան փագեր բարեկամություն հրապարակի վրա որոշեցինք ինչ-որ մի ճանապարհ գտնենք այդ Yandex հարցրեցի ոչմ հետո հասկացա իրավիճակը այնքան արագ է փոխվում էլի փողոցներում որ չեն հասցնում իրանք բան անեն ինձ թվում է հա իսկ այդ աբոն արհեստական բանականությունը նա ասեց Վաղարշանով կարակ իջնեք Կասկադ մի քիչ խառն է ճանապարհը բայց ու ես մտածեցի որ մեքենայի ճանապարհ չկա ոնց որ թե ասենք որ դուրս գաս Իսահակյան փողոց էլի որ Բաղրամյան դուրս գաս բարձակա բայց ես Բաղրամյան չէի ուզում մտածելով որ կարող է Բաղրամյանը փակ լինի բոլորը ու դրա համար չգնացի Վաղարշանով մի մոմենտ գնացի, հետո թեքվեցի ոչմ ուրիշ ճանապարհներով հիմա առավոտը մտածում էի այ մարդ, բայց կարող է կա ինչ-որ մեքենայի ճանապարհ, որ դուրս գա Իսահակյան, չնայած չեմ մտաբերում ու որոշեցի գնամ մի հատ նկարեմ ու կակրաս Անահիտը այդքան պետք չէր, որտեղ ինքը մեծ մասը պետք է մեքենայի մեջ նստերի ես դուրս գայի հարցնեի նկարեի եւ այլն մեկ երկրորդը դե այդքան մեքենայով քշելուց ինքը մի քիչ վատանում է մեքենայի մեջ էլի սիրտը սկսում է խառնել եւ այլն դրա համար ասեցի մենակ գնամ բացի դրանից որոշեցի ձեռի հետ էլ մի հատ ուրիշ գործ անեմ հեսա կանեմ կտենակ Սենց Ռուբինյանց վայ մտքերով ընգա Լուլու ջան ողջույն անցած էր ոնց են ասում կացարանը ու տեքվենք այս այգին ոնց էր ավարտել են հա աչի վրայի Միատ պետք է մի օր մտնել նայել Դավիթ անհաղթ Լամբադան անցնենք Զեյթունից մտնենք Արաբկիր ու Կոմիտաս
Աչմերուկին եմ կանգնած, ես Կոմիտասի վրա եմ, Փափազյանն է կտրում, փողոցը, թեքվեմ Փափազյան տենց եմ կանգնել, հետո կիչնեմ Վաղարշան, Քոչարով, ստեղ կիսանդրին է Փափազյանի, ստեղ կանգնեցինք, ես Փափազյանն է, ուրեմն Սուրիկի հետ երեք հեռախոսով խոսում եմ, ասում եմ հեն նայեցիր ոնց է, Արմեն ասում է այս հայտնի մարդ եմ դարի ասում եմ, մտա սիթին մեր, տղեքը ասում են Սուրը ես աստեղ ես դարի ասում եմ, բան ասեցի ինչ է եղել, ասում եմ Սուրը ոնց ինչ է եղել, բա այդքան նկարեցի, գցեցի, երևի նայել են մարդիկ, հա Արմեն ասում է նայել են, ես չէի պատկերացնում, որ տենց պետք է լինի, լավ ասում եմ եթե դու նայեցիր, մի քիչ ասմա տղեքի հեռախոսի մեջ նայեցի ասմա, մեկնաբանությունները կարդացի ասմա, պարզվեց ընդհանրապես ոչ մի հնարավորություն էլ չունի YouTube նայելու, ասում եմ լսի, տելևիզորով չես կարում նայես, դա ասմա քրոջս տղան պետք է գա ինքն է դրա մասնագետը, մի հատ տենան ոնց է միացնի, ասեն Սուրեն, Հիշում եք, մայիսի 1-ին է իր մոտ նկարում, աշխատավորի օրը, ստեղից տեքվենք Քոչար, ընդեղ Ռիոնա, ասել չհասցրեցի, լավ, ասել Քոչար, ասում է այդ հաղորդումը տենց մարդկանց մասին է, ասում եմ չէ Սուրը, Երևանի մասին է փողոցների, հա ասում է, Հիմա տնանք է պանայելու, հա, ինչի եմ ասում, էդ որ ինքը տենց ասեց, հայտնի մարդ եմ դարել թաղում, ես մտածեցի մի հատ մեր Դավիթը ուզում է իր գարաժը վաճառի, մի հատ գարաժը ցույց տամ, օգնեմ տղայիս, չարաշահեմ դիրքս, հեսա մտնենք Վաղարշան, նավանավանդ որ Վաղարշան որոշել էի գնայի, Հետո մտածի իսկ ինչի չհամատեղեմ, չէ, հեսա մի հատ կզանգեմ թող Ինեսան իջնի, որ տեղը ցույց տա, տոչնի, թե չէ տեղն էլ կխառնեմ ես, հա, Սիշ դժվար է այս խաչմերուկներ անցնելը, ահա, Ասել Վաղարշանը, հիմա տնանք որտեղ եմ կանգնելու, Ասեն, որ պոնչիկ կերամ, աչից պարտես կոչվում է, food court, Ես ինչ աչը, լավ տեղ չի, մտնողներին կխանգարեն, Այն Ձախի վրայի բարձրահարկ շենքի տակ է, լավ գարաժ է մրդ, հետ չլնի շատ լավ պահեստ է, որտև չոր է ատեղ միշտ, լավ սարկել են այդ մասը, ոչ ջուրակաթում, ոչ բան էլի, մեկ էլ տեսար իմ ցույց տալով վաճառվեց, հետո տեղ չգտա, լավ չի, պետք է որ շենքի տակ ելնի, դվոյի գարաժը, ես Վաղարշանը դեպի այ կասկադ որ փորձեմ տենց պետք է գնամ, երեք էլ տենց գնացի, որ Ավետ Ավետյանով, հիմա սենց մի քիչ գնանք դեպի են պարտեզը, որ դե պոնչիկ կերա հիշում եք, Ինեսին այդեղ ավելի մոտիկ է էլի, մինչև ինքը գա հենա, հետո իր այդ հետ կգանք, հիմա սենց գնանք, մի հատ Վաղարշանով, Այ կարծեմ սա էր դուրս գալիս Ավետ Ավետյան,
Երեք ես են կողմից եկա, ու ստեղ ռեմոնտ է ինչ-որ էդ փողոցը, Ավետ Ավետիսյանը։ Հա, երևի ես, հա, Ավետ Ավետիսյանը։ Չգիտեմ, մի հատ պետք է հարցնել։ Ստեղ ռեմոնտ էր, ես իջա ներքև մի քիչ։ Հետո ինչ-որ ձև ցույց տվեցին, տենց խառը մարը գնացի, մի խոսքով դուրս եկա Սարալանջի։ Բայց հետո առավոտը ժարտնեցի, մտածեցի, այ մարդ, կարող է աբոն ճիշտ էր, կասկադ գնալու ճանապարհ կա ստեղից։ Այսինքն կասկադը չէ, ինձ կասկադ չէ դարկում, ինձ պետք էր Իսահակյան փողոց, որ ընդեղից կարանայի մեքենայով քշեի Աբովյան, էլի։ Դես է, հələ մի րոպե, ներողություն, ես Ավետ Ավետիսյանն, հա, փագ է, հա լրիվ։ Ոտով կարելի է բարձրանալ։ Հա, ոտով կարելի է։ Հա, դես է փագ էր, ես իջա որ սրանով գնամ Սարալանջի։ Հետո իջա ասեցին են կողմից տեղ կա ինչ-որ նեղ, անկապ ճանապարհներով գնացի դուրս եկա երեք։ Բայց այսօր հաստատ որոշել եմ պարզեմ Իսահակյան փողոց Կասկադի մոտ։ Կարամ դուրս գամ, թե չեմ կարա։ Կաշտանա, այո։ Բայց ես ինեսային ասեցի, են մայթով կգամ։ Ինչ անեմ, նորից հետ գնամ։ Լավ է լստե տնանք ես ինչերով են զբաղված հայերը։ Ինեսային ասի, որ գազ զանգ տուր, որտև GoPro-ով նկարում եմ, մի անգամից զանգը կիմանամ։ Ես որտև հայտնի հեռախոս չվեկալով եմ, զանգս միշտ անջատացած չգիտեմ խի։ Այս այդ ակցերնի շենքն է, ինչ աստեղ կարգին չգիտեմ։ Դեսաղ վարձակալման են տվել, կոնկրետ ակցերն է ինչ-որ անշարժ գույքի վաճառքով է զբաղվում։ Հա, ինչ, ասում դու ակցերնին դիմի Դավիթը։ Լավ, էդ իմ նախաձեռնությունն է, ուզում եմ Դավիթից սյուրպրիզ անեմ։ Հա, իդեպ, ես ինչ հետաքրքիր բան էր։ Բայց ես անծանոթ է, սա են Վահագնը չի, են արձանը չի էլի, վիշապախեղտ։ Միտքը նույնն է հաստատ, բայց… Բարև ձեզ։ Ողջույն, ես ինչ հետաքրքիր բան եք դրել։ Էդի Վահագնն Հա, Վահագն վիշապաքաղ։ Վահագնը, այսքան պետք է կարդամ։ Քանդակագործ Վահե Հարությունյան տեղադրվել է 1985 թվականին։ Կրել է վիշապաքաղ անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Հուշարձանը տեղադրվել է Վահագնը ռազմի քաջության հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է, մեր Զևսը, էլի։ Հին հայկական դիցաբանության մեջ կրել է վիշապաքար անունը, այդ արդեն կարդացինք։ Բայց հետաքրքիր է, առաջ օրվանից ստեղ է եղել դրած։ Դե ես այն մեկը գիտեի, հիշում եք նա։ Հիմա որտեղ է, Իսակով փողոցի վրա է ինչ-որ միտեղ, որ անցնում ենք երևում է։
Էս հետաքրքիր է, միշտ տեղ ա եղել դրած, բարև ձեզ։ 30 տարի, 40 40 տարի։ տարի։ Անգարը չի գա։ Մի հատ էլ կա է Վահագնի։ Հեղինակը նույնն է։ Հա։ Որտեվ նա շատ հայտնի է, բայց սա ես առաջ անգամ տեսա։ Ինչ ապեք ասում, հեղինակ։ Հեղինակը հաստատ նույնն է։ Չեմ գիրեր, ես, բայց նույն ժամանակ սարկված եմ։ Հա։ Ու միշտ տեղ է դրված եղել։ Սա ինչ տեղ է, որ որոշել են ստեղ դնեն։ Հայ Չրշին նախագիծ ինստիտուտն էր։ Որ ինստիտուտ։ Չրշին, Հայ Չրշին։ Ջերշին։ Այո, Այդ ինստիտուտն էր, հա։ Սովետի ժամանակ։ Սովետի ժամանակ, հա, դե հիմա սաղ վարձակալության են տվել, չէ։ Ձեզ բարեխոս է։ Շնորհակալ ուզել ուզել։ Չէ, հենց առավոտը սրանից եմ կերել։ Այս այմա։ Ինչով եք սպառում դուք։ Ինչ եք արել, ձեր մասնակցությունը ինչ է։ Ոչինչ, նկարում եմ, Երևան Everyday է կոչվում։ Քաղաքում որտեղ լինում եմ։ Ֆոտոն եք անցություն։ Վիդեո։ Ձեզ լավ օր։ Հա, հետաքրքիր։ Հայ ջեր նախագիծն է եղել այստեղ պարզվում, ահա։ Հա, դե մի քիչ ջուր կա այստեղ։ Բայց դրոշակները ինչ են ամերիկյան։ Դպրոցի ասում, դպրոցի համար։ Ինչ դպրոց է, անգլիական։ Դեսվի, այո։ Լեզվի։ Հա, նենց փոքր, հա, ինչ-որ։ Աղջիկս է ղեկավարը։ Ձեր աղջիկն է ղեկավարը։ Էս է, ստեղ է։ Այո, Հա, եղավ։ Հա, ստեղ անգլերեն աղջիկը պարապում երեխաների հետ։ Точным печенье рутում է մարդ։ Լավ, հեղինակը կպարզեմ, նույնն էր, թե ուրիշ էր։ Այս ինչ է, վերջակալում կա է։ Հա, բայց չի աշխատում, հա, այսքան մեքենա սաղ կանգնը փագել են։ Պարզվում է բենզալ լցակայաններն էլ են, հա, փագվում։ Տենց բանել է պատահում։ Անկյուն։ Հա, ճիշտ է։ Անկյունի վրա է։ Զարդը։ Հա։ Այս են շենքն է, այն անգամ էլ նշեցի, հիշում եք։ Այս ինչ փողոց է։ Եթե Սունդուկյանն է։ Շանդը Վաղարշանա գրած, այդ սրան է վերաբերվում։ Ես էլ տեսա աղջիկա, մի հատ ասեցի հարցնեմ, ես ինչ փողոց է։ Էսի Սունդուկյանն է։ Հա, ես էլ տենց մտքովս անցավ, ստե նայեցի գրածա Վաղարշան։ Վաղարշանը էսա, այնի Սունդուկյանն է։ Մենք ենկոմ են գնում։ Մի րոպե ձեզ ցույց տամ։ Էդ ինչ է, ինձ էլ։ Հա, ին վրա էլ եկավ։ Դե գնացինք։ Գնանք մի հատ պապայիդ գարաժը։ Ես պաստորեն ինձ թվում է հենց այդտեղ կողքն եմ կանգնել։ Հա, որտեվ եթե այդ կողմից եկար, ուրեմն հա։ Չէ։ Ես այն կողմից եկա, ոչ մի տեղ չկար կանգնելու։ Կանգնել ես։ Այնտեղ էլի։ Պապայիդ գարաժի մոտերը։ Իսկ դու գիտես, որ այդտեղ Վահագն Վիշապա քաղի արձան կա։ Այս ակցերնի հետևն է, թե որտեղ։ Բա եղավ ինեսը։ Չէ, դες չեմ խորը
Այս թաղի ապրողս չգիտես։ Թաղի ապրում եմ, բայց ամեն ծածուկ չգիտեմ։ Պարտավոր ես իմանաս։ Հեսա քեզ ցույց կտամ, որ իմանաս։ Այս առաջի շենքի տակ է, թե երկրորդ։ Առաջին։ Հենց առաջի, հա, շենքի։ Հա, այդ տեղել կանգնած էի։ Ինձ կարող է դու ես տեղյակ։ Ստեղից որ գնամ։ Տարբերակ կա կասկադ հասնեմ։ Ավտոյով։ Հա։ Ստեից որ ուղիղ իջնում ես, դուրս ես գալիս Ամերիկյանի մոտ։ Ահա։ Ամերիկյանի հետևով որ իջնում ես, դուրս ես գալիս Բաղրամյան։ Բաղրամյան պետք չէ, գիտեմ, Բաղրամյանը գիտեմ դուրս գալը։ Իսահակյանն եմ ուզում, Իսահակյանը։ Մի ճանապարհն է այնտեղ կա։ Իսահակյանը գիտես, չէ, Կասկադի փողոցն է։ Այստեղ մի տեղ էր, ինձ։ Մյուսն է, հա։ Այն կողմն է, կամ։ Այդ Վահագնը։ Հա։ Չէ, այստեղ մի տեղ էր մուտքը։ Անգլերենի ինչ որ դպրոց էր։ Էսա։ Որն էր, անցանք։ Չէ, էսա, այս ամբողջ շենքն է։ Հա։ Այն կողմն է երևի։ Բայց մարդը որտեղից ես մտա հենց ուղիղ։ Անգլերի դպրոցը ստեղ պրծնում է։ Ուղիղ Եկել եմ ես։ ուղիղ Վահագնի վրա դուրս եկա։ Լավ, այ հենա, ինձ։ Հա, ես դա տեսել եմ։ Տեսել ես սա։ Հա։ Եվ բա ուր ես ասում չեմ տեսել։ Տեսել եմ, բայց տենց անունը չգիտեի։ Վահագնն է։ Դրանից մի հատ էլ կա, այնտեղ մարդեր նստած, ասում է հեղինակը նույնն է, բայց հաստատ չգիտեր։ Այն մեկը ոնց որ նենց ավելի արտահայտիչ է, քան ստերս մեկը, բայց բոլոր դեպքերում հետաքրքիր էր։ Տրվում է վարձով։ Այս ի՞նչն է տրվում ես։ Չգիտեմ ինչ ա եղել ժամանակին։ Բայց այն ոնց որ վագոնն ելնի ինչ-որ։ Հա, բայց ժամանակին երևի ինչ-որ այնց կաֆե է կամ ինչ-որ։ Երևի այնտեղ սեղաններ են։ Հա։ Հա։ Էսա, հա։ Հա։ Այս Ավետիսյանն։ Հա, այս Ավետիսյանն ասես քանդել են երեք ես չկարացա սրանով գնամ։ Այս ինչ են անում տենոս սենց։ Հիմա ջրի տրուբաներն են փոխում, բայց ինչ-որ տրուբա են փոխում։ Ձեր մոտ ջուրը կտրում են։ Հələ չէ։ Մի րոպե շրջորա է։ Դե հələ որ չէ, չեն կտրել, կարող գիշերը ուշ են կտրում։ Տեղյակ չես։ Չէ։ Քնած ես այդ վաղտ։ Սենց։ Ահա, էսա, հա։ Ահա։ Ավետիսյան 74 շենքի հենց ներքևը։ Մի րոպե։ Ավետիսյան 74 շենք։ Ահա։ Էս այդ շենքն է։ Հա։ Այստեղ է։ Հա։ Լավ, արի մի հատ արագ գնանք, այսքան հիշում եմ մուտքին շատ մոտիկ էր, չէ։ Ու այդքան էլ հեռու չի, սենց ուր։ Հա։ Ուրեմն հետաքրքրվողների համար ասեմ, որ հանգիստ կարա որպես պահեստային տարածք էլ օգտագործվի։ Ջուր բան չի կաթում, ռեմոնտ են արել։ Այդտեղ խամյակներ կան։ Այստեղ խամյակներ կան, եթե սիրում եք խամյակ։ Բա ո՞վ է սրանց խամյաչից անում։ Ամենավերջում ոնց որ հատ մարդ կա, ինքը Հա։ կենթայիներ է պահում։ Այս մեկը չի։ Չէ։ Այն երրորդ գծի հենց առաջինն է։ Հա, տենց հա։ Երրորդ գծի առաջինը։ Դե բայց էլի շատ հեռու չի։ Աշա Դավիթը սա իր բաներն էր պահում, չէ՞, նվերները բանը։ Մի խոսքով Ամբողջ հատվածը այդ մարդն է սիրունացրել էլի։ սիրունացրել։ Հա, ով որ այդ կենթայիներին պահում է, էլի, Հա։ լույսերը, բաները։ Մի խոսքով սենց։ Որն է սրանցից։ Այն առաջինն է։ Հա, միացավ։ Այս սենց տարածք է։ Բոլորը լրիվ չոր, ոչ մի պրոբլեմ չկա։ Այս պատերը, այս գարաժը։ Եղավ Ազիզյան։ Ինուս պրիվետ։ Այս սենց արտ տարածքներ։ Դե վերջ։ Գրքեր էլ կա դրանց, շշեր էլ կա դրանց, դիքը բաներ կա։ Իսկ այդ նվերներից չի մնացել, որ տանում է մարդկանց Չէ, տները, ափսոս։ վերցնեի։ Էդ էլ հետը տար։ Ուրեմն 18 քառակուսի մետր է, մի քիչ կարող է շատ, ոչ եմ այդ կողմերը։
ու 3.700.000 գինը։ Ես լրիվ լուրջ բրոկեր դառա ինսա։ Այս ցուցահանդեսը, հա, ասենց սա։ Ասենց հայր ջան, այս մոտակա ապրողները կարող է հետաքրքրվեն կամ էլ որպես պահեստ արդեն ցանկացած տեղից։ Վերջ, ես իմ գործը արեցի։ Մեկ էլ ինուսը ասեց, ստեղ դուրսը հայտարարությունը կպցրած է, ես այդ էլ ցույց տամ։ Ասել խամյակը։ Այս ցուրտ չէ մրտես խամյակին ստեղ։ Ձմեռը ստեղ է եղել։ Չնայած լավ բուրդ է վրեն, չէ։ Ինեսայի մայրիկը զանգ տվեց։ Հեսա, վաճառվում է ստորգետնյա ավտոտնակ, շարքում առաջինն է, Ավետիսյան 74 հասցեյով, հասաղ ճիշտ եմ ասել, 3.700.000, 091, 42, 3 ու 8, վերջ։ Շենքի ամբողջ տարածքով կպցրած հայտարարությունը։ Դու ես կպցրել։ Հա։ Մալադեց ինուս։ Ես էլ սենց սպաներ են, հա, դրել։ Հա, այստեղ էլ գործիքներ կան բան։ Ես ով է սենց լուրջ զբաղվում, մի հոգի, հա։ Չգիտեմ, երևի։ Այն ժամանակ դեն շատ մութ էր գարաժում բան, լիքը լույս են դրել ամենավեր։ Երևի թե էս է, որովհետև այն ամենավերջում։ Սենց բան կա ամենավերջում։ Երևի, ես չեմ եղել, բայց պետքա որ։ Դա Սենց արտ գարաժ։ Ինը ժան, կես կասկատ պետք է։ Չէ։ Տանեմ կասկատ։ Չէ։ Դու ես գնում։ Հա։ Ես իմ մարդ ես էլի։ Ես ինչ շունը կարաս ասես։ Շպից։ Ինչ։ Շպից։ Շպից։ Հա։ Շպից, հա, ճիշտ է ասում թորնիկս։ Ես որտեղից գիտի։ Ահա, շպիցը իրան մի հատ թափ տվեց։ Դե լավ։ Շո գնում ես։ Հա, գնամ Ջեսիկային կեր առնեմ գնամ դու։ Որտեղից ես առնում։ Քոչարի վրա։ Հա։ Դե լավ, Ազիզ ջան, ես անջատեմ մի հատ։ Դե մի հատ ստեսուն, լավ է։ Սենց խոսքով ասա։ Ստեսուն։ Ստեսուն։ Գնացին մաֆիոզները։ Ինուսը գնաց։ Ինչքան հասկացա միակ լուրջ թերությունը այս գարաժի, այս աղբից սոսկալի զզվելի հոտ է գալի։ Նենց որ էդ հաշվի առեք ժողովուրդ։ Ես էլ Ավետ Ավետիսյանը։ Դե գնացի, մեքենաս ընդեղ է։ Հա, այս փողոցը վայ, լույսով էր, ինձ թվաց առանց լույսը։ Լավ են քանդածը մինչև անցնում, ես կանցնում։ Ես ինչ բակ է։ Այս է 14 արգանի շենքերն են։ Ստեղ մի քանի հատ կա դրանցից։ Մենք սկզբից որ տուն էինք Մանգալի Դավիթին, ստեղ էլ եկանք բնակարան նայեցինք։ Աննահիտը չհավանեց։ Հա, այս լավ բակ են սարքել։ Ասենց հզոր շենքի համար իրայելք է փոքր, հա։ Բայց դե։ Ես ամաններ։
Ահա, այնալ մեքենաս։ Նստեմ ու սկսեմ որոնումներս։ Լավ, առավոտը վերկացա, այդ էի մտածում։ Հնարավոր է կարող եմ իծակ կար ընդեղ Իսահակյան դուրս գալու։ Հիմա գնանք վարզենք։ Բայց հետաքրքիր է, այս ակցիաները փաստորեն հայ ջեր նախագիծն է, հա։ Ակցիաների շենք են ասում։ Ստեղ էլ եկեղեցի կա ինչ-որ մի հատ։ Ես մեծացնեմ կարող է երևը։ Ոնց է կոչվում։ Ոնց են ասում, ավանդական, հա։ Մի խոսքով ոչ ավանդական։ Վարշյան։ Մի հատ էլ պատտեմ ռազես կամերան հանել եմ։ Այս շենքի տակ է փաստորեն։ Այսպես պետք է իջնեմ, ինչ լավ արևը դուրս է եկել, չէ։ Ես հենց տնից որոշեցի դուրս գամ, արևը դուրս եկավ։ Գնանք։ Այս փոստի շենք։ Ոնց է, չէ՞։ Նեյչանք։ Վարշանով։ Ձախից էլ են շենք կառուցում։ Բայց այդ փոստի շենք ոնց որ թե սխալվեցի։ Այդտեղ ոնց կարելի լինի։ Այս ժամացի գործարանն է։ Այս շենքը։ Մենք հիշում եմ մի անգամ եկանք ամերիկյան համալսարան էինք ուզում գնանք։ Մտանք այդտեղ, ասացին չէ, այդտեղ չի ճանապարհը սխալ եք եկել։ Այսպես մտանք ժամացի գործարան, հետո ասեցին են կողմ պետք է գնանք։ Հելխեմ մտնոր։ Չտակի տեսարաններ են, չէ՞։ Այս փողոցով իջնենք։ Այ կարող է այս մեկով պետք գնալ թե դեպի ձող, հատոստովային հլա հարցնեմ։ Ներեցեք մի բան հարցնեմ, էլի։ Կասկադ ոնց կարելի է իջնել։ Կասկադ ես ուզում գնաս։ Հա, բայց Բաղրամյանով չէ։ Դե բայց այս ուրիշ ճանապարհ չկա, պետք է դες Բաղրամյան, դες Բայկամություն։ Հա, այդ գիտեմ, բայց առանց դրա չի լինի, հա։ Մեր ժամանակ ճանապարհ կար, դա փակված է այդ մեր բանի, էլի երբ Բաղրամյան, չէ, չկա օտա ճանապարհ։ Չկա, հա։ Այս ճանապարհը ուր է տանում ես մեկը։ Նայ, այս ճանապարհը փակ է, ոչ։ Փագաս, ա տուպիկա։ Փակ է։ Այդ համալսարան, ամերիկյան համալսարանը շինարարության գործի համար փակ է։ Հա, ես որտեվ սենց գնացել եմ։ Դեստենցի երթմա կասկադի հետևը։ Հա, հետևը։ Մեն Սարալանջի եմ վերևը։ Հա։ Բայց եթե դու որ մասն ես ուզում ես։ Ես ուզում եմ Իսահակյան փողոց դուրս գամ։ Օ, պիտի միայն Բաղրամյան։ Չկա, հա, տարբերակ։ Հա, դու ստեղից գնա։ Հա։ Համալսարանի մոտից պիտի թեքվես աջ, երթասնես Բաղրամյան։ Հա, հասկացա, այդ գիտեմ այդ ճանապարհը։ Իսկ համալսարանից այն կողմ որ գնամ, Դե եկով գնաս, կերտա Իսահակյան չես կարող դուրս գաս, կերտա կասկադի հետև։ հա, հետևը։ Են վերևի բարձրում։ Ճիշտ է, այն անտառային է։ Անտարային։ Շնորհակալություն։ Լավ, ես դուրս գամ մի րոպե, սաղ նկարեմ ինչ որ պատմեցիք։ Ուրեմն այն կողմից եկա։ Այս են գեղեցիկ ծառներ, սա ժամացի գործարանն է։ Այս ժամացի գործարանի առջևով Սոսեի փողոցն է,
Այստեղ միացած շենքա։ Այս փողոցը չի հիշում այդ մարդը ինչ փողոց է։ Մեկ էլ այստեղ, եթե հիշում եք, մենք մի անգամ իջանք իրար հետ։ Այստեղ շինարարություն է գնում, ամերիկյան համալսարանի շինարարություն է, բա հիմա դրա պատճառով այս ճանապարհը փակ է։ Հա, փաստորեն այս ճանապարհով չեմ կարող գնամ։ Քայլել, բնավ չես կարող բաղրամ։ Մեքենայով չեմ կարող։ Ոչ, քայլելով էլ չես կարող։ Կարելի է չեմ կարող։ Սենց պետք է գնամ փաստորեն։ Հա, եղավ, սենց կգնանք։ Այստեղի սույս տամ, ծնածան անգամ էլ ես սույս տվեցի այս քարերը բանը։ Այստեղ ինչ-որ շատ լուրջ շինարարություն է գնում։ Ու մի հատ աղջիկ էլ մեզ այդ վաղ պատմեց, այստեղ ինչ է կատարվում, ինչ է արվում։ Ահա, սենց Երևան։ Այն մի շենքը գլուխ հանեցին, կլոր որ կա, երկու հատ կլոր է, եթե ուշադիր նայեք, երկու գլան է, էլի ոնց որ չէ, սար եմ ցույց տալու եմ արտես չէ, այս է երկու գլանով, սա Սարավանջի կողմերն է այս շենքը, այստեղ մի հատ էլ ցուցանակ կար համալսարանի շինարարության վերաբերյալ մի հատ է ցույց տամ։ Հա, հեսա Հայաստանի ամերիկյան համալսարան SOSE 36 հասցեն։ Հետո թույլատրություններ եւ այլն քանդման թույլատվություն։ Ասա ընդհանրապես քանդման թույլատրություն է։ Բայց հետո sense պրոյեկտ ալնելու, հա։ Դե հետո էլ դա կկպցնեն Հայաստանի։ Պետական կարտեն արված է։ Աջան։ Պետական կարտեն արված է։ Քանդման։ Հա, այդ քանդման։ Քանի տարի առաջ են արել։ Հա, բայց պետքա շենք չէ կառուցեն ամերիկյանի համար։ Դե ասում են ինչ-որ բան, բայց չգիտեմ, բլեյմա նախագծման փուլում է։ Նախագծման փուլում է։ Եթե չէ մեր տեխնիկան է ստի այգու բարեկարգման։ Հա, այս նրա հետ կապ չունի, հա։ Չէ։ Հա, այս այգին բարեկարգում են։ Հա, բան չեն կան։ Ապրեք։ Մենք արդեն գազոն բանն ենք։ Դրել ենք։ Հիմա պատմում ենք սիրուն ցածա ծառեր, 120 ծառա տնկվեց հազա։ Հա, եղել եմ այս այգում, բայց շուտ եմ վաղտ։ Սա ամերիկյան համալսարանն է ֆինանսավորում։ Այո։ Լավ է։ Էլացի այգի է դառնում։ Հա։ Օրոքումով, մանով, ամենը նորմալ է։ Հələ մի րոպե, դուք շուտվանից ստեղ աշխատում եք, Հա, երևի երևի 3 ամիս շուտ։ շատ ավելի։ Տարբերակ կա ստեղից ինչ-որ մի ճանապարհով գնամ Կասկադ, բայց մեքենայով, ոտովը գիտեմ որ կա։ Կասկադ sense անտարանով կգնանք։ Մի րոպե, ոնց։ Բարձանում եք վերև, Հա։ աչ եք անում, որ դուս եք գալիս են որ էս կա կադայա թազավոր կա, դից աչում մտնում եք, մենք մեզ Կասկադի գլխին եք կային։ Գլխին չեմ ուզում։ Ազնավուրի տունը որ կա։ Իսահակյան փողոցն եմ ուզում։ Իսահակյան դե ներքևն է, դա Հա, արդեն այդ փողոց մենք պետք է միշտ Բաղրամյան ռազմավարությունը կիշնենք։ Շոտիկի Բաղրամյան պետք է դուրս գամ։ Հա, ուրիշ դավիակ։ Գիտեք ինչ եմ ասում, երեք ուզում էի գնայի Բաղրամյանը փակ էր։ Հա, երեք դե հյուրեր կային, բան Դե էս քանի որ 7-ից բացվելու է։ Էլի փակ է հիմա։ Դե տեսոր աշխատանքային որ Մի խոսքով Իսահակյան ստեղից դուրս չեմ գա հաստատ, չկա այս ճանապարհը։ Անպայման պետք է Բաղրամյան դուրս գամ, եթե դա քիչ ինձ։ Շո, ձեզ շատ շնորհակալություն, ձեր գործերին էլ հաջողություն։ Այգին երբ եք ավարտելու, դա էլ ասեք։ երևի հունիսի 6-ին բացումը կանենք։ Հա, տենց ստույգ գիտեք, հա օրը։ Դե արդեն Մի րոպե, ն հունիսի, այս հունիսի։ հունիսի 6-ին մի ամսից։ Եղավ։ Դե ձեր գործերին հաջողություն, անխափան բացում կատարվի։ Այո։ Ստեսին ձեզ։ Հաջողություն։ Չէ, աստորեն ես երեք
Ճիշտ եմ գնացել, ուրիշ ձև չկար։ Կասկադ կարելի է ոտքով մի կերպ հասնել, վերջապես կասկադի բակերը կարելի է ոտքով հասնել, բայց Իսահակյան դուրս գալ բոլորը ասեցին տարբերակ չկա։ Լավ, մի հատ սենց իջնենք, տնանք ուր ենք դուրս գալի։ Տնաս այսօր էլ է Բաղրամյանը փակ։ Հա, այս եկանք ամերիկյան համալսարան։ Այո։ Ասել ամերիկյան համալսարանը։ Են էլ հետևի այգին էր փաստորեն։ Ես մի մասնաշենքի էլ ես։ Զոխի վրա որ կա։ Ես գլխավոր մասնաշենքն է, որը միշտ երևում է Բաղրամյան պողոտայից, առաջվա պրոպագանդայի շենքն է, էլի։ Իսկ ես մեկը նոր մասնաշենք է, ու փաստորեն իմացանք, որ են հետևն էլ, դե որ քանդման թույլատվությունը ստացել են, հետո էլ կսարքեն, էլի, կկառուցեն։ Անամանդ մոտավոր նախագիծը կար նկարած։ Նա մի հատ էլ նայենք, ես ինչ պատմություն է։ Ես այդ հետևի պուրակն է, ոնց որ։ Հա, ես աղջկան տեսա այնտեղ զբոսնում էր գրաֆիտի ընկերության կողմից պրոյեկտների կառավարում և շինարարություն, շինարարական աշխատանքներ։ Դե լավ, մի խոսքով այդ պուրակն է։ Բայց ինչ են ստեղ դրել Պարիսպը։ Իսկ կարող է այդ պուրակը չի, կարող է պուրակը շենքի հետևն է, իսկ ստեղ մի հատ էլ է շենքի առջևը պուրակը լնելու, հա։ Կարող է, գիտեք, не знаю։ Ստեղ էլ ինչ-որ սենց պատմություններ են։ Լավ, հələ գնանք բակը, տենանք ընդեղ մի կանգնելու տեղ կլնի։ Չէ, եկեք մի հատ այս մուտքից հələ ցույց տամ ինչ է երևում։ Դեստեղ կարծում եմ լուրջ ստորգետնյան գարաժ է։ Հա, այդ գրաֆիտին հաստատ այսքան տեղին է վերաբերվում։ Չնայած կարող է համատեղ արվում։ Այս մասը ու այն մասը էլի, որտեղ այդքան էլ տարբեր աշխատանքներ չեն կատարելու։ If you know, you know։ Այսինքն, լավ ինչ-որ ուտելու տեղը անուններ են մոգոնում։ Ես էլ մուտքն է կենտրոնական։ Այն ուղղությամբ չեմ կարծում հետաքրքիր տեղ լինի, բայց եկեք մի հատ հələ սենց գնանք։ Այս հետևի երաժշտությունն էլ չթողեց կարգին նկարեմ։ Այն որ ասում էր you know, if you know, թե ինչ էր խոսում։ Այս 202 ստեղ էլ կա, հա, այս Ֆարինգեյթը։ Լավ ակտիվ են։ Այս էլ այդ երաժշտասերը։ Այս ինչ-որ ռեպի մի հատ տեսակ է դնում են։ Դա YouTube-ը անպայման գտնում է, ինչ-որ ժամանակակից երևի։ Այս ինչ հետաքրքիր անցում է, չէ՞, նայեք, բազալտից դեպի տուֆ։ Այս ինչ-որ նուրբ է արած մի տեսակ։ Լավ, հələ տենանք ստեղ ինչ կա ես բակերում։ Այ այգին ոնց որ վերևն է անգնում, հա, այդ որ տեսանք մի քիչ առաջ։ Այս էլ սենց մի մասնաշենքից անցնում են մյուսը։ Այգին լավ արած գործը, չէ՞։
Հա, այս այդ վենտիլիրուի ֆասադն է։ Ցեխով չի կպցրած էլի։ Ներժից սենց կրючոկներ են մի խոսքով լավ ձեզ ինչա պետք է տեխնոլոգիան։ Դե արտաշամանում շատ ընդունված է։ Ամեն դեպս են զզվելի աղը դուշ չի տալի էլի։ Մտամ տեղ եկա ես էլ, հա։ Թագա։ Լավ։ Գնացինք հետ։ If you know, you're not born in Los Angeles. Գնացինք։ Ես 7-ից դարով եմ արդեն։ Ինչ շուտ անցավ։ Այսօր կսկսի մթնել մի քիչ հետո։ Մտենք ես բակում էլ մի րոպե կանգնենք, հետո կբարձրանանք վերևով, կփորձենք։ Այս ինչ է ստեղ կայանատևի չեն թողել։ Այ աչ որ գնամ, ընդեղ հաստատ դուրս եմ գալի Բաղրամյան, պրոբլեմ չկա ոչ մի։ Այս կայանատեղիները վերացրել են։ Ինչ է? Ինչ-որ ռեմոնտային գործեր են, հա, նույնցուր։ Ափսոս, ընդեղից լավ տեսարան էր։ Դե վերացրել են։ Հավես չկա, անկապ տեղ էր կանգնել։ Հիմա ասենց գնանք։ Ես լերդ կամ սար փողոցն է, եթե չեմ սխալվում, ու դուրս կգանք անտառային, այդ անտառայիններն էլ ինչ-որ մի հատ, երկու հատ նենց խառը պատմություն է, մի րոպե ստեղ կանգնեմ մի հատ հարցնեմ։ Այն կողմը այդ անտառայինի շենքերն են, ես այն կողմ եմ գնում փաստորեն։ Այստեղ չգիտեմ նստապահությունը ոնց որ այս մեկը հին է։ Շուտվա է։ Այս մեկը չեմ կարող ասեմ։ Այստեղ ինչ որ մեքենայի հետ գործանող տղեկ են, կարող է իրանք իմանան։ Այս մասում ինչ որ փարքինգ է։ Այնա գրած է։ Այս փարքինգ է ստեղ։ Այն մեկը ոնց որ թե Դեմերչյանին շենքն է։ Չէ, լավագույնը որ առաջարկեցին, բայց ոնց է, գարաժի մեջով, ասացին սենց գնա։ Չհասկացա, բայց ես։ Հա, սենց ճանապարհ կա։ Հա, հետաքրքիր էր, հələ մի րոպե մի հատ ճիշտ եմ հասկացել։ Հա, ասեցին հիմա կարող եք գնալ։ Սարքել են ինչ-որ չգիտեմ ինչը, մի խոսքով ես միշտ ուղիղ էի գնում, հիմա այսպես կմտնեմ այս գարաժները։ Գարաժը կայանատեղի է, ինչա չգիտեմ։ Գնացինք։ Ես դուրս եմ գալու Սիլվա Կապուտիկյան փողոց, եթե ճիշտ եմ հասկացել։ Բայց մի րոպե, Սիլվա Կապուտիկյան այն վերևից, այն տղան ասեց Դեմերչյան փողոց եք դուրս գալի։ Բայց եթե Սիլվա Կապուտիկյանով գնամ վերև, եկեք տենց անենք։ Ցելը ստեղից դուրս գամ։ Ասնում Սիլվա Կապուտիկյան։ Չէ, ներքև
Չեմ գնա, ներքևը հա, իրոք դուրս եմ գալու վերջը Դեմերչյան փողոց, եկեք այսպես գնանք։ Ալես ինչ սիրուն ծառեր, ափսոս։ Լավ, հələ գնանք տնենք ես ուրա տանում ես ճանապարհը։ Այս փողոցը կարող է իմանաք ոնց է կոչվում։ Հա, այսի վերին անտառայինն է։ Այս փողոցը։ Այո, Վերին։ Հա, չէ, վերին չէ, կներեք, անտառային։ Մեր մասն անտառային 184-ը։ Հա, վերինը վերևն է։ Վերինը վերևն է, այսի անտառայինը։ Իսկ sense կասկադ դուրս կգամ։ Չէ, այդ ցավատան է։ Այսի տուպիկ է, ինչ կասկադ։ Տուպիկ է։ Հա, բա ինչ է։ Հա։ Կասկադի ո՞ր մասն է քեզ պետք։ Դե Իսահակյան փողոց ասենք։ Չէ, այդ ցավատան է, էլ վերև իջի Բաղրամյանը։ Սենց իջի Սվետաֆորից Զաֆարա։ Հա։ Չկա սենց ճամփա։ Իսկ այն կասկադի բակերն էլ չի գնում։ Չէ, ինչ կասկադի բակ։ Այդպես տուպիկ է անդե։ Հա։ Հա, կասկադի բակերը սենց իջնում ես, դքից իջար, ձախ ես անում են ապսեկայի խանութի կողքով, որ կայնած էին այդտեղ ներքևը։ Բաղրամյան չհասած։ Բաղրամյան չես թեքվում այդ կողմ։ Հա։ Ճամփը ոնց տալիս է նեղայնով, տենց միջև վերջեցնես կասկադի տուպիկն ես հետում, էլի պատի տուպիկ է։ Էլի տուպիկ է։ Չես կարա հետել։ Էլի տուպիկ է։ Այլու կողմը պետք է հելնես այս խաշմերու, որ ֆռաս հետես։ Հա։ Դեմերչյանի այդ խաչմերուկ, հա։ Էսի Դեմերճանը չի, Սիլվա Կապուտիկյանն է, Դեմերճանը խաշմերուկից հետո է։ Հա։ Լավ, շնորհակալություն։ Դա ստուպիկա փաստորեն։ Ինչ անենք տուպիկը։ Եկեք մի ակնթարթ ես գեղեցիկ ծառը ցույց տամ, հա։ Սրանից Էմինի, Գևորգ Էմինի տան մոտ էլ կար այդ տուպիկն էր, հիմա գնում եմ այսպես, դե գնամ, այս Սիլվա Կապուտիկյանն է։ Ահա, գնանք այստեղ, այս կաղմինդերով որ կա փոքր, դա անցակետն է նախագահի տարածքները։ Այսպես դուրս են գալիս։ Հա, Սիլվա Կապուտիկյանը ընդեղ մարդ։ Այն կարմրավուն շենքը վրերևում է։ Իսկ այս ձախի վրա շենքը կարծեմ ինքը ստեղ է ապրել, տուն թանգարանը պետք է որ ստեղ լինի։ Հա, սա էլ է Սիլվա Կապուտիկյան փողոց գրած։ Հա, այս ինձով կթողի Դեմերչյան դուրս գամ։ Եկեք հələ մեծնս գնանք էլ։ Ինչ կլինի որ։ Այսով եկավ ոստիկանները չես տվեցին։ Սարմենի փողոցն է, հա։ Սարմենը դե այն կողմը գիտենք, բայց փողոցը բաստորեն կտրվում է, հա։ Այն կողմը հիշում եք, Պոնչիկանոցի դիմացից մտնում ես Սարմենի փողոցն է։ Բայց հիմա ինչ ես փողոցը տուպիկ է, ընտող ասած։ Ու գնանք։ Ճանապարհտանք երիտասարդին։ Են փաստորեն նախագահն եկավ են խաշմերուկի վրա։ Լավ էլ հասցրեցի անցնում, հա, փաստորեն։ Այս փողոցը գնում է աչի վրա, բարեկամություն է գնում։ Դե հա, բարեկամություն ստեղից պրոբլեմ չի, բոլոր փողոցները դուրս են գալի։ Բայց ինչքան հասկացա Իսահակյան ոչ մեկը դուրս չի գալի։ Շատ ափսոս։ Արդար չի էլի, չէ։ Դե որտեղ Բաղրամյանը հաճախ լինում է, փակում են, իսկ
Իսահակյանը չէ։ Գնում ու գնում ենք։ Սիշտը, կարող կանգնեմ մի հատ ոտով մի հատ բանանան էլի փորձեմ։ Եթե չլինի ստեղից գոնե պտտվել հետ գնալը հեշտ կլինի։ Ահա, ես այն կողմից եկա, այս Արմենի փողոցն է։ Այստեղ նայեք նույնիսկ սենց բնակելի շենք կա։ Սա երևի կոմունիստների վախտից է էլի։ Մնացածը չէ, առանձնատներ են արդեն։ Այս տիպի Ուսենց հլը գնանք։ Բայց անչի չեմ ուզում մեքենայով գնամ։ Գնամ հլը որ մեքենայով Սարմեն փողոցով Այս ինչ-որ տխրած իրավիճակ է, ոնց որ։ Թե չէ, գնանք հլը։ Բա որ դիմացից մեկը գա, նա որ գա կմտածենք երկուսով։ Բա ես ինչ փողոց է ներքև իջնում։ Քեզ բան Հիմա գնա իմացի որով գնամ, մարդել չի երևը, երեպեշն եմ, ստեղ ինչ-որ սենց շենք է, ոնց որ նախագահական ելնի, բայց ինքը չի հաստատ, ընդեղ Բաղրամյանն է, լավ չեմ հասկանում, հələ սենց գնանք այնտեղ մեկը երևաց, այդ հարցնենք իրան։ Ուրեմն այս երկու փողոցն էլ Սարմեն է կոչվում, սա ասեց ուղղակի սեփական տուն է, այդ որ ես ասի նախագահականն է հիշեցնում։ Հա, սենց եթե գնամ ուրեմն Կասկադի բակերն է, բայց մեքենայի ոչ միտեղ չկա դուրս գալու Իսահակյան, հիմա ուրիշ խորհուրդ տվեց, ասեց եթե հիմա հետ գնաք Սարմենով, այնտեղ ձախ կողմի վրա փողոց կա Զարոբյան, առաջվա Պլեխանովը, դե այդ փողոցը գիծենք, այդ փողոցով դուրս կգաք Արամ Խաչատրյանի տուն թանգարանի մոտ, բայց մեկ է ժողովուրդ, այդ բոլոր դեպքերում ես հետո վերջը պետք է Բաղրամյան դուրս գամ, հա, ստացվում է, լավ, մի խոսքով երեք պարզվեց այդքան էլ վատ ճանապարհով չեմ գնացել, մեջներից խելքին մոտ ճանապարհը էդ էր, Դե Մերչյանի շենքն էլ են է։ Դե լավ, մի կին էլ անցավ, ասես չէ, երկու փողոցն է տուպիկ է։ Միայն հետ պետք է գնաք ու դուրս գաք Արամ Խաչատրյանի, դե այդ նշանակում է էլի Բաղրամյան էլ է։ Լավ, գնանք, հուսանք Բաղրամյանը փող չի լինի։ Իմիջելից Արմենի փողոցը պարզվեց առաջվա ջրաշատ փողոցն է, ընդեղ մի հատ ցուցանակ էր ջրաշատ։ Երբ է, բայց միգուցե ավելի հարմար է Սիլվա Կապուտյանով գնամ, ընդեղ գոնե խաչմերուկ կա, որով կարելի է իջնել Բաղրամյանով ներքև իջնել էլի, իսկ Արամ Խաչատրյան որ գնամ տուն թանգարանի մոտ, ընդեղից մենակ վերև կարամ, ներքև չկա իջնելու։ Հա, եկեք ես հետ գնամ Սիլվա Կապուտյան։ Այս մի փողոցը ակադեմիայի կողքի փողոցն է, գիտեք ես, ձախի վրա։
Սա Գալշոյան եղբայրների փողոցն է։ Բայց ստեղից էլ չի կարելի Բաղրամյանով ներքև իջնել, մենակ վերև է։ Լավ գնանք Կապուտիկյանը սյոտիկի։ Հաստորեն ձախի վրա։ Հա, էլի, ակադեմիայի շենքն է։ Ոստեղ շենքեր են կառուցել։ Հա, այս ակադեմիան է։ Լավ, Սիլվա Կապուտիկյանը միակն է, որ հնարավորություն կա ներքև իջնելու։ Բաղրամյանը բաց է, վերև կարամ գնամ։ Всё, կարամ։ Աշխի վերև հարցրեցի, ներքև պետք է հարցնի։ Ասենք վերև եթե կարելի է ներքև էլ կլինի, էլի, չէ՞։ Իրոք է, բայց ես Սիլվա Կապուտիկյան դուս եկա ես ժողովուրդ։ Հա, հենա, ուղիղ եթե գնամ Դեմերչյանն է, ներքև իջնում։ Ասած Բաղրամյան, Աչից էլ ակադեմիան, ձախից ազգային ժողովը, ինչ-որ կասկածելի քիչ մեքենա, չէ՞։ Կաղանորեն բացի է թե ինչ։ Սա ավտոբուս էլ է գնում։ Եկել է համ դեպս։ Լավ։ Բարձանք ոնց որ։ Այստեղ պետք է դուրս գայի։ Փաստորեն։ Արամ Խաչատրյանի տուն թանգարան։ Այս է Իսահակյանը, ես ստեղ էի ուզում դուրս գա, այստեղ փաստորեն այն կողմերից դուրս գալ հնարավոր չի։ Մեքենայով իհարկե, ոտով ինչքան ուզես։ Տեքվենք Մոսկովյան։ Բոլոր տեղերը ոստիկաններ են քաղաքով։ Լավ, ես գնամ տուն։ Ինչ որ ուզում էի պարզեի, 100%-ով պարզեցի։ Դավիթի գարաժը ցույց տվեցի։ Գործն արեցի ինձ համար։ Փաստորեն ճիշտ էր, Սիլվա Կապուտիկյանը միակն էր, որ կարաս Բաղրամյանով ներքև իջնես, էլի։ Մնացած փողոցները բոլորը այդ նույն Գալշոյան եղբայրներ եւ այլն։ Միայն վերև կարաս գնաս, ամերիկյան համալսարանի մոտից էլ եթե գնայի Բաղրամյան, էլի մենակ վերև կարայի դուրս գայի, էլի։ Հեն էլ մեր գեղեցկացած հերուստա աշտարակը, Աբովյան փոց, այս կողմը Սասնա, դե տան ճամփեն բռնեմ։ Լավ մնաք հայր ջան, միշտ առողջ լինեք, խաղաղ երկինք։ Ես էլ կորյուն է այդ խաչմերուկ, հնել բժշկականը և
Վերջ։